Հանդուր լրատվականին հասած տեղեկությունների համաձայն կալանավորված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչի տանը խուզարկություն է իրականացվել և իրավապահները առգրավել են խմիչքներ։ Մասնավորապես կոնյակը իրավապահները կարևոր են համարել քրեական վարույթի շրջանակներում, իսկ թե կոնյակը ում կողմից կամ ինչի դիմաց է տրվել, առայժմ պարզ չէ։ Ամբիոնի վարիչի հետ կալանավորվածներից մեկը բուհի նախկին ուսանող է։ Ավելին, կալանավորված ամբիոնի վարիչի հարազատներն ահազանգում են, որ նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, սակայն իրավապահ համակարգում միջնորդությունները չեն ընդունվել, իսկ բողոքարկման գործընթացը շարունակվում է։ Ինչպես հայտնի է, օրերս հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչներից մեկին կարգաշարքի գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը կարգաշարք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել են կարգաշարք ստանալուն օժանդակելու և կարգաշարք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Քրեական գործով նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է։